Ելենա Աշակյանի «Հարսնաձորի լեգենդը» սերիալում Հայկը վճռական քայլ է ձեռնարկում, համոզելով Նարէին վերջապես անել այն, ինչ վաղուց պետք է արվեր, թողնել ամեն ինչ, հեռանալ և ընդմիշտ ապրել իր հետ։ Նարէն երկար է երկմտում, ներքին պայքար է մղում սեփական զգացմունքների ու իր ընտանիքի ճնշումների միջև, սակայն վերջում հասկանում է, որ ներկայիս իրավիճակում դա միակ հնարավոր ու գուցե ճիշտ լուծումն է։ Հայկը նրան ասում է, որ կմնա իրենց տան դիմաց, սպասելով այնքան, մինչև Նարէն դուրս գա։ Հայկը գալիս է։ Բակում հայտնվում է Սոնան, որը տեսնելով նրան ահա որ լարվում է։ Նա խնդրում է Հայկին հեռանալ, բացատրում է, որ եթե նրան տեսնեն Սաքոն կամ Վռամը, կարող է անդառնալի բան պատահել, բայց Հայկը մերժում է, ասելով, որ այլևս ոչ ոքից չի վախենում, և եթե պետք է պայքարել իր ու Նարէի սիրո համար, ինքը պատրաստ է մնալ այնտեղ այնքան ժամանակ, մինչև Նարէն դուրս գա։ Քիչ անց դարպասները բացվում են, բայց դուրս են գալիս ոչ թե Նարէն, այլ Վռամը և Սաքոն։ Նրանք պատրաստվում էին գնալ աշխատանքի, սակայն Հայկին տեսնելով կանգ են առնում։ Հայկը առանց խուճապի ու բացարձակ ինքնավստահությամբ խոսում է նրանց հետ։ Սաքոն արագ կորցնում է ինքնատիրապետումը, սպառնալով նրան, որ եթե շարունակի իրեն այդպես պահել, ինքը ստիպված կլինի ձեռնարկել այնպիսի քայլեր, որ նա ողջ չմնա։ Հայկը առանց մի վայրկյան վարանելու հակադարձում է, ակնարկելով իր հոր Աշոտի սպանությունը։ Սաքոն քարանում է, նա չի կարող հասկանալ, արդյոք Հայկը ինչ-որ բան գիտի, թե պարզապես սա հերթական սադրանք է։ Հայկը կրկին հայտարարում է, որ ինքը այստեղ է Նարէին տանելու համար։ Վռամն ու Սաքոն ապշած են, իսկ երբ Նարէն պատրաստվում է դուրս գալ դարպասներից, նրանք այդ քայլը կասեցնում են, արգելում Նարէին լքել տունը և ուղարկում նրան վերև, սենյակ։ Հայկը ստիպված հեռանում է, իմանալով, որ այս պահին ուժով ոչինչ հնարավոր չէ փոխել։ Սաքոն ու Վռամը վերադառնում են տուն, լարվածությունից ճնշված և այդ պահին տեղի է ունենում ամենաանսպասելին, ամենաահավորը ու ամենաշոկայինը։ Սաքոն պայթում է զայրույթից, բարձր ձայնով մեղադրում Նարէին, թե նա խիղճ չունի, սիրահարվելով մի մարդու, ով մեղադրվում է իր հարազատ եղբոր սպանության մեջ։ Տանը հավաքված են բոլորը՝ Անիկը, Վռամը, Սոնան, անգամ Արմոն։ Նարէն լռել չէր կարող, նա բարձրաձայն հակադարձում է, հիշեցնելով Սաքոյին, թե արդյոք ինքն է խիղճ ունեցել այն պահին, երբ սեփական քրոջը Լալային դուրս էր շպրտում տանից, իսկ իր մտերիմ ընկերոջը Աշոտին սպանում ու թաղում անտառի մռայլ հողի տակ։ Սենյակում քար լռություն է, հարվածը խփում է ճիշտ տեղը, բոլորը քարացած է։ Անիկը չի հավատում լսածին, Վռամը չի կարողանում հավատալ, որ իր հայրը մարդասպան է։ Իսկ Սոնան գիտակցում է, որ մի ընտանիք է մուտք գործել, որտեղ արյունով են լուծվում հարցերը։ Իսկ Արմոն ամեն ինչի կենտրոնում կանգնած աննկատ հետևում է այդ փլուզմանը։ Վռամը խորը ցնցման մեջ է, կասկածի տակ առնելով իր ամբողջ գոյությունը։ Իսկ Սոնան արդեն մտքում խոստովանում է, իրեն պարզապես հափել են այս ընտանիքի կարգուկանոնի մասին։ Նարէն արդեն չի կարողանում զսպել լացը, նա բարձր ձայնով արտասվում է, գոռում, իր ներսում երկար ժամանակ կուտակված ճնշումները դուրս հանելով։ Իսկ Սաքոն այս ամենի կենտրոնում, զրկված լինելով խոսելու ունակությունից, հոգեբանորեն կոտրվում է, նրա սիրտը չի դիմանում ճնշմանը, վիճակը կտրուկ վատանում է։ Վախ, սարսափ, պոռթկում և բացահայտում։ Այս պահից սկսած ոչինչ այլևս նույնը չի լինելու։ Հարգելի հետևորդներ, իսկ այժմ ամենակարևոր հարցը։ Արդյոք Սոնան Հայկին կամ Միքոյին կասի իր լսածի մասին։ Գրեք մեկնաբանություն։